Այսօր Երևանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ու Երևանի Փյունիկի արդեն տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա ամփոփեց արդեն ավարտված մրցաշրջանը։ Գալիք սեզոնում Փյունիկի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Հայաստանի մինչև 17 տարեկանների մարզիչ Սուրեն Չախալյանը, իսկ Մինասյանը Հայաստանի բազմակի չեմպիոնի տեխնիկական տնօրենի պաշտոնը կզբաղեցնի։ Այդ մասին լրագրողներին հայտնեց Փյունիկ ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը։ Գիտեք, Վարդան Մինասյանը մի քիչ շատ է ծանրաբեռնված, նախ հավաքականին ավելի շատ ուշադրություն կարող է դարձնել, որովհետև հավաքականի առջև արդեն շատ բարձր խնդիրներ է դրվում։ Նաև ժամանակ կունենա, ինչպես գիտեք, Փյունիկը կարելի ասել ոչ թե միայն ֆուտբոլիստների շատ լավ դպրոց ունի, որը որ ցույց է տալիս վերջին տարիները, նաև մարզչական մարզիչներ, որոնք որ իրոք արդեն ժամանակն է, որ պետք է տալ հնարավորություն, որպեսզի աճեն ավելի առաջ գնան։ Փյունիկի առջև հաջորդ տարի էլ դրվելու է առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու խնդիր։ Ըստ թիմի գործադիր տնօրենի, չնայած նրան, որ մի շարք առաջատար ֆուտբոլիստներ հեռացան թիմից, նույնիսկ երիտասարդական կադրերով Հայաստանի բազմակի չեմպիոնը բավական հաջող հանդես եկավ։ Ինչ վերաբերում է հաջորդ տարի առաջնությունը աշուն-գարուն մրցակարգի անցնելուն, Մինասյանն ասաց հետևյալը. Երբ որ հստակ կլինի, այդ ժամանակ կարող պատասխան։ Ինչ վերաբերում է թե աշուն-գարուն, ես օրինակ որ ասում եք լավ մարզավիճակում չեն, եթե մայիսին վերջանա, այնտեղ դու երկու շաբաթ սենց եմ ես ասում, կոպիտ ասած դու արձակուրդ կունենաս ֆուտբոլիստների մասն է, երկու շաբաթ հետո կսկսես, այդտեղ մարզավիճակից ընկնելու խնդիր հաստատ չկա, որտեղ երկու շաբաթ եթե դու հանգիստ ես տալի, իրանք հոգեբանորեն ֆիզիկապես հանգստացած, թարմացած, ու դու արդեն դեռ պրոբլեմ չի լինելու, ասենք ձմեռվա նման չի, որ 1.5 ամիս հանգստանան, ինչ-որ բաներ կորցնեն, հենց որ այդ առումով մենք պրոբլեմ չենք ունենա, իսկ ինչ վերաբերում է աշուն-գարուն, եթե նմանում ենք Եվրոպան, ես դա դրական եմ համարում, այստեղ մի հատ ուրիշ հարց կա, երկու պրոբլեմ, մեկ կապված եղանակի հետ, որ երբեք չես կարող կանխատեսել, ասենք ցուրտ լինի կամ բան լինի, ասենք ձմռանը խաղալու համար, եթե անցած այս տարվա հետ համեմատենք, ձմեռը օրինակ նորմալ, եթե չեմ սխալվում, մի անգամ ձմն եկավ ու համարյա տաք էր։ Այստեղ ուղղակի գալիս է արդեն դաշտերի խնդիրը, ու ես պրոբլեմ չեմ տեսնում, կա արհեստական դաշտեր, շատ լավ որակի, որոնք խոտից ընդհանրապես չեն տարբերվում համարյա, շատ քիչ են տարբերվում ու դրա վրա որ ասում են վնասվածքի խնդիր կլինի, չի լինի։ Իհարկե խոսվեց նաև դարպասապահների հարցի մասին։ Կա ինչ-որ քայլեր անել։ Բացի դրանից, ես մի բան կարող եմ ասել, ես դրանից լավ տեղյակ եմ, որ ֆեդերացիան բացի այդ քայլից նաև պետք է մարզիչներ հրավիրի արտասահմանից 3 ամիսը մեկ, որոնք ստեղ սեմինարներ են անցկացնել, դրական քայլ եմ համարում, որովհետև դա շատ սպეციფიկ աշխատանք է դարպասապահների մարզչի, որը ունի իր մանրուքներ ունի, դրա համար դա պետք է նեղ մասնագիտական է, այսինքն մենակ ես օրենքը ընդունելով չի, որ ֆեդերացիան քայլ արել, նաև այդ քայլն էլ արել ու ինձ թվում է իր արդյունքը դա տալու է։ Մինասյանը Փյունիկի երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացի մասին խոսեց ու առանձնացրեց 3 խաղացողի։ Վարազդատ Հարոյանը երևի լավ մրցաշրջան անցկացրեց, ոչ միայն Փյունիկում, նաև հավաքականում 21 տարեկանների ու Կամո Հովհաննիսյանի մոտ եղավ մեծ առաջընթաց։ Երիտասարդների մոտ էլ եղան ինչ-որ լավ մասեր սեզոնի ընթացքում, չնայած իրանց մոտ ճիշտ ակայություն չէր կարող լինել, երևի ավելի շատ էս երկուսին կարող լինել։ Երևի մեկ էլ Հովհաննես Հովհաննիսյանը, որ նորից հավաքականում իր տարիքային առանցեք։ Իսկ ահա Հայաստանի ազգային հավաքականից գլխավոր մարզիչը ոչ ոքի չցանկացավ առանձնացնել։ Ընդհանրապես ոչ մեկին չեմ առանձնացնում, ես ձեզ հիմա մի գաղտնիք էլ կասեմ, հիմա գիտեք, որ ես քվեարկություն կա լավագույն ֆուտբոլիստը Հայաստանի, բնական է, գաղտնիք չի, որ դա լինելու էր ազգային հավաքականից, բայց ես չեմ քվեարկել այդ լրիվ բաց եմ թողել այդ հարցը, որովհետև ես ազգային հավաքականը ոչ մեկին չեմ առանձնացնում, իմ համար կա ընդհանուր ազգային հավաքական, որը շատ լավ արդյունքի է հասել։ Ինչ վերաբերում է FIFA-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակին, ապա Վարդան Մինասյանը քվեարկել է Լիոնել Մեսսիի, Չավիի ու Կրիշտիանո Ռոնալդոյի օգտին ըստ հերթականության, իսկ ահա լավագույն մարզչի հարցում ձայնը տվել է Վիսենտե դել Բոսկեին։ Հայաստանի հավաքականը փետրվարին հնարավոր է 2 ընկերական հանդիպում անցկացնի եւ բացի այդ էլ օգոստոսին կարող է ուժերը չափել Լիտվայի ազգային ընտրանու հետ։ 2014 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի մրցակիցների մասին մարզիչն այսպիսի կարծիք հայտնեց.
Սկզբնական իմ կարծիքը այս խնդրի վերաբերյալ ինքը ինձ թվում է ավելի ուժեղ է, ինչի համար, որովհետև նախ եթե նայենք ես 3 թիմ եմ վերցնում ավելի շատ Իտալիա, Չեխիա, Դանիա, որովհետև իրանք հիմա եթե նայում իրանք կազմեն 3-ն էլ շատ երիտասարդ թիմեր են ու մեծ փոփոխություններ են իրանք կազմում ու այս առաջնությանը 3-ն էլ մասնակցելու են Եվրոպայի ու իրանք մոտ հաստատ հագին մեծ փորձի կուտակում է լինելու իրանք արդեն այդ աշխարհի առաջնության ընտրական փուլին ավելի փորձառու, ավելի լավ թիմեր են լինելու, ավելի դժվար է լինելու այս խումբը, այդ միանշանակ կարող եմ ասել։